Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում Աբոն վրդովված ու լռությունից ճնշված վերջապես որոշում է խոսել Հայկի հետ առանց շրջանցումների։ Նա նստում է Հայկի դիմաց ու լուրջ հայացքով հարցնում. ինչ է իրականում կատարվում նրա ու Նարեի միջև։ Հայկը վստահ իր քայլերի մեջ առաջին անգամ ամբողջապես անկեղծանում է։ Նա առանց շրջապատելու խոսքը ասում է, որ Նարեն դուրս է եկել տանից և որոշել է վերջ տալ այդ կեղծ խաղին, այլևս չի պատրաստվում վերադառնալ տուն։ Հայկի ձայնը հստակ է, խոսքը վճռական։ Աբոն քարանում է, նրա ներսում արդեն վաղուց կուտակված կասկածներն ու վախերը ի վերջո հաստատվում են։ Նա հասկանում է, որ իրավիճակն այնքան է դուրս եկել վերահսկողությունից, որ հիմա անգամ ճշմարտությունը պատմելը կարող է անդառնալի հետևանքներ բերել։ Մի պահ ցանկանում է ասել ճշմարտությունը, բացել տարիներով թաքցրած գաղտնիքը, ասել, թե ով է իրականում Սաքոն և ինչ է արել իր ընտանիքին, բայց հապաղում է։ Աշխարհը կարող է մի պահում փլվել, եթե Հայկն իմանա ճշմարտությունը։ Աբոն տեսնում է նրա աչքերում այն բոցը, որ ցանկացած պահի կարող է դառնալ վրեժի կայծ։ Նույն այդ պահին Արմոն անցնում է գործին։ Նրա զանգը Նարեին թափանցիկ է, խաղաղ ձայնով է խոսում, իբր անտեղյակ ամեն ինչից։ Ասում է, որ Սաքոյի փաստաթղթերն իր մոտ են և նա պետք է հիվանդանոց տանի, խնդրում է դուռը բացել։ Բայց հենց հաջորդ պահին Արմոն անկեղծության դիմակն ուղղակի կիսով բացում է, ասում է, որ Սաքոն մահամերձ է, բժիշկները հույս չեն տալիս։ Նարեն սարսափում է, նրա ձեռքերը սկսում են դողալ, չէ որ վերջին անգամ, երբ հայրն իրեն հետապնդում էր, նա փախավ։ Հիմա հոր կյանքի ու մահվան հարցն է, նա անմիջապես զանգում է Սոնային, ճշտելու Արմոյի ասածը։ Սոնան չգիտի, որ Նարեն դեռ Հայկի հետ է, բայց հաստատում է, որ Սաքոն իսկապես հիվանդանոցում է։ Դա արդեն բավական է Նարեին։ Նա չի ուզում լսել այլ մանրամասներ։ Նրա մեջ խառնվում են խղճի խայթը, վախը և շփոթմունքը։ Քիչ անց նա զանգում է մորը Անիկին, սակայն Անիկի արձագանքն ավելի կործանարար է, քան Արմոյի սուտը։ Անիկն իբր վիրավորված սառը տոնով ասում է, որ Նարեի կողմից միևնույն է ձևականություն է անհանգստանալը, ու եթե իսկապես անհանգստացած լիներ, նման քայլ չէր անի։ Այդ խոսքերը կոտրում են Նարեին, նա մի պահ կորցնում է իրեն, արցունքները հավաքվում են աչքերում, բայց նա վախենում է ավելորդ անգամ մտածել։ Ուստի միակ քայլը վերադարձն է։ Նարեն առանց մտածելու վերցնում է իր պայուսակը և դուրս գալիս, նա ուղևորվում է հիվանդանոց, հորը տեսնելու։ Այդ պահին Հայկը վերադառնում է տուն, սենյակը դատարկ է, Նարեն գնացել է։ Հայկը չիմանալով ճշգրիտ պատճառը սկսում է անհանգստանալ։ Մյուս կողմից Վռամն ու Արմոն վերադառնում են տուն։ Արմոն իբր հաշտեցնող եղբոր ձևով ասում է Վռամին, որ գուցե լավ լինի Նարեն գա հոր մոտ, գուցե այդ կերպ Սաքոն իրեն լավ զգա, ավելի շուտ ապաքինվի։ Վռամը համամիտ է և Սոնային ասում է գնա ու կանչի Նարեին։ Այդ պահին Սոնան այլ ելք չունի, նա ստիպված ասում է ճշմարտությունը. Նարեն տանը չէ։ Վռամը կատաղությունից գրեթե պայթում է, նա պատրաստ է նորից ցատկել մեքենան ու գնալ Նարեի հետևից, բայց հենց այդ պահին զանգ է ստանում, որ Նարեն գտնվում է հիվանդանոցում։ Վռամը հանգստանում է, մտածելով, որ Նարեն, լսելով հոր վիճակի մասին, վերադարձել է։ Իրականում այդպես չէ, դա Արմոյի հիանալի մշակված պլանն էր։ Պլան, որ հաջողությամբ իրականանում է։ Նարեն լքում է Հայկին իր սերը, իր ազատությունը, միայն մեկ պատճառով, հոր կյանքի համար։ Սցենարն արդեն տեղափոխվում է նոր փուլ։ Հայկը դեռ չգիտի, ինչու Նարեն չասելով թողեց իրեն։ Իսկ Նարեն վերադառնում է տուն, հոր մահամերձ լինելու ու սեփական խորտակված երջանկության միջև ճնշված։